Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Չարի հրդեհը արդեն բռնկվել է։ Թշնամին չի հրաժարվում իր ցեղասպան ձեռագրից, որ ուժերին պետք է դիմել, որպեսզի Հայաստանը վերջապես փրկվի սատանայական ծրագրից։ Այսօր մեր ճկնաղ հայրենիքի ճակատագիրը ինչպիսի փորձության առջև է կանգնած։ Հյուրս հայագետ, արևելագետ, գրող հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։ Նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Մնացեք մեզ հետ։ Փրկության ճանապարհի վրա ենք։ Էրդողանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ Արցախը հավերժ Ադրբեջան է։ Ինքն էլ է հավերժ, Ալիևն էլ է հավերժ, իրենց լակոտ լուկուտներն էլ են հավերժ։ Ինչ է խոսում։ Արցախը երբեք չի լինի իրանցը։ Շատ քիչ մնաց։ Ալիևի պես խուժանները վրա տվեցին։ Մի հատ գաղտնիք ասեմ, թե չասեմ, չգիտեմ, որ Ադրբեջանը կռապաշտական երկիր է եղել շատ երկար ժամանակ։ Ով է կանգնած այդ սատանայական ծուղակի հետևում։ Իրանք ամեն ինչը կարող են ասել շուտ տալ։ Ասել շուտ տալ։ Ինչ ախմախություն ասես, հայի գլխին լցնում են, մեր քաղաքն ա եղել Հիսուս Քրիստոսը հայաբնակ քաղաքում ածնվե ու դա պատահականություն չէր։ Բարև ձեզ, Տիկին Ավետիսյան։ Բարև սիրելիս, բարև ջան։ Ինչպե՞ս եք։ Փառքաստ, լավ։ Ինչպես միշտ շատ գեղեցիկ եք եւ թարմ։ Ապրես դու շատ ապրես։ Տիկին Ավետիսյան, ինչպես միշտ խոսելու ենք կարևոր թեմաների մասին, այն թեմաների, որոնք անմիջական աղերս ունեն Հայաստանի հետ, Հայաստանի վաղվա օրվա, լուսավոր օրվա եւ ստեղծված այս ծանր վատթարագույն իրավիճակների հետ պայմանավորված։ Ուզում եմ միանգամից հարցնել. միթե հայը այսօր շեղվել է փրկության ճանապարհից։ Չէ, հայը անշեղա, նույնիսկ եթե ինքը կարծում է, որ ինքը պետք է շեղվի, ճիշտ է շեղվելն է, ինքը միևնույն է, մնում է հայ, քանի մենք հայ ենք, փրկության ճանապարհի վրա ենք։ Ուրիշ բան, որ մեր վրից ջնջում են հետքերը, հայ լինելու, ամեն ձևով ջնջում են։ Հեռուստատեսային ծրագրերով, YouTube-յան այդ TikTok-ներով, ամեն ինչով մեզ իմաց են տալի, որ հերիք է մնանք, էլ է սենց հայ։ Հայ լինելը քյարդու բան է։ Պետք է լինեք առաջադեմ, պետք է կինը սրան սիրի, սրա հետ քնի, նրա հետ մանգա։ Պետք է հայր ու որդի լինեն շատ սառը իրար հետ թշնամացած, որդին թե ուզենա հորը տեսնել, մեկ էլ թաղմանը։ Ամեն կերպ փորձում են մարդկային հարաբերությունները, որ միշտ մերն էին, մեր մոտից հեռացնել, դարձնել օտար։ Ում ձեռքով են հեռացնում։ Դու իհարկե դա ես ԶԼՄ ասում եմ, հետո հարցնում են ԶԼՄ-ն որն է, մաս մեդիայի միջոցով։ ԶԼՄ-ն որն է։ ԶԼՄ-ն զանգվածային լրատվական միջոցներ։ Այո։ Հեռուստատեսություն օրինակ, սերիալները ինչ են։ Սերիալները քարոզում են թուրքի կյանք։ Հատկապես թուրքական անվանի սերիալները, որոնք մեծ մարմաճով դիտվում են նաև շատ մեր հայրենակիցների կողմից։ Կանայք են նայում։ Կանայք անգործությունից նայում են, փոխանակ իրանց երեխեքի հետ զբաղվեն, փոխանակ ձեռքի գործ անեն, անգործության մեջ նստած կորչում են այդ սերիալների մեջ ու կորչում են։ Տիկին Ավետիսյան, միստիկ մասնագետները բարձրաձայնում են արդեն, որ չարի հրդեհը բռնկվել է, այդպես է։ Չէ, ինչ միստիկները ինչ են գլուխ տաբացնում, հակառակը 16 թվից սկսեց բռնկվել, 28-ին կբրծնի։ Այս որ վախացնում են, Արեգ ջան, հոգուտ մատաղ, մի հավատացեք, որ Տրամպը վերցնում է իր գեներալներին ականչում, զորայիններին հավաքում, այդտեղ Ֆրանսիայում են ֆոկուսներ անում։ Չհավատակ, իրանք կռվողը չեն։ Հենա Ֆրանսիայում Մակրոնի որակը, մակարդակը իջավ արդեն գետնի չափ, ինչ արեց։ Նախորդին բռնել տվեց Սարկոզիին։ Նախորդները Նախկինները նույն տեխնոլոգիան է հասկանում ես, Տրամպը ասում է, այդ նախկինների պատճառով է այսպես,
նախկինները չլինեն, այսքան վատ չէր լինի։ Սա հին սովետական անեկդոտ կար, որի որ տնօրենին նշանակում են նախորդը իրան 3 ծրար է թողնում։ Առաջի ծրարում ասում է գցի ամեն ինչին վրա, դուխով գործարա, երրորդը պատրաստի 3 ծրարը։ Հիմա սրանք են անում։ Թրամփ, Մակրոն, եվրոպական տարբեր կառույցներ, տարատեսակ կոչեր, ձևական Ալիևը դեռևս շարունակում է իր քաղաքականությունը, ռազմավարությունը եւ չի հրաժարվել իր ցեղասպան ձեռագրից։ Տիկին Ավետիսյան, օրերս էլ Էրդողանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ Արցախը հավերժ Ադրբեջան է։ Ինքն էլ հավերժ է երևի։ Ինքն էլ է հավերժ, Ալիևն էլ է հավերժ, իրենց լակոտ լուկուտներն էլ են հավերժ։ Ինչ է խոսում։ Եթե Իրանը չի այդ հողը, եթե երբևիցե եղել է հայկական, նորից հայկական է լինելու, դա պատմական օրինաչափությունը, ինչը եղել է լինելու է։ Դա չի գիտակցում, թե գիտակցված է ասում։ Թե իրանք պետք է իրանց ժողովրդի մոտ իրանց այնպես պահեն, որ իրանք հարգանք չէ հարուցեն։ Էլ ո՞նց հարգանք հարուցեն։ Ժողովուրդը շատ ծանր է ապրում իրանց մոտ։ Իսկ իրանք ծովայդ կյանքով են ապրում։ Ուրեմն պետք է ինչ անեն, պետք է հայերի մասին բամբասեն ու ասեն այս դաշտը իմն է, այս անտառը իմն է։ Դեն բանը կոշկավոր կատվի պես։ Սուտ են խոսում ու գիտեն, որ սուտ են խոսում։ Արցախը երբեք չի լինի իրանցը։ Շատ քիչ մնաց։ Հա։ Պատեք ամեն քարը, ամեն խոտի արմատը հայ է տենչում։ Հայ է հիշում։ Այդ նշանակություն ունի։ Այդտեղ հրեշտակներ են թևածում, որոնք հայ են փնտրում, հայ են ուզում։ Այդքան ֆիզիկական չի աշխարհը։ Այդքան պրիմիտիվ ֆիզիկական չի, ինչքան այս երկու պրիմիտիվ էակները քարոզում են, այդպես չի։ Լավ, ամեն դեպքում այդ ամենի ավարտը ինչով է լինելու։ Ինչ է պայթելու, որ ավարտվի։ Ну չգիտենք ինչն է պայթելու, որովհետև հիմա օրինակ տես մի շարք եվրոպական երկրներ շարվել են, որ ասում են պետք է Գազան Պաղեստինը ստանա վերջապես պետականություն, որը խոստացել էին 48 թվին հանցալ դարի։ Թրամփն էլ հիմա անվանեց այն պետություններին, որոնք ճանաչել են։ Դե Թրամփը ջհուդի դրածու է։ Թրամփը ինքը քաղաքական գործիչ չի։ Ես 1000 անգամ ասել եմ, ինքը սպեկուլյանտ է։ Իր խոսքին չի կարելի հավատալ։ Ինքը նույն առարկայի վերաբերյալ 12 կարծիք է հայտնում, չէ՞, նա շաբաթվա օր։ Չի կարողանում հիշել։ Չէ, փոփոխական է, ինքը քաղաքական գործիչ չի։ Օրինակ Մարտին Լութեր Կինգը, որին սպանեցին, ինքը քաղաքական գործիչ էր։ Ինքը ասում էր I have a dream։ Ես ունեմ երազանք։ Քաղաքական գործիչը եթե չունի երազանք, ուր տանելու է իր պետությունը, իր ժողովրդին, ինքը քաղաքական գործիչ չի։ Եվ սա բոլորին պետք է հիմա հաշվի առնենք, հա, մեր իմացած քաղաքական գործիչներին։ Ով չունի երազանք, քաղաքական գործիչ չի։ Մանր-մունր խուժաններ են։ Դրանց սպանեցին։ Կենեդին ուներ երազանք, սպանեցին։ Ամերիկայում վտանգված են բոլոր իսկական քաղաքական գործիչները, իրանց սպանում են։ Ում կողմից են սպանվում, Տիկին Ավետիսյան։ Այն ուժերի կողմից, որոնք չեն ուզում, որ արդարություն լինի այդ երկրում, որտեվ առանց այդ էլ այդ երկիրը խառնիչաղանջ բնույթ ունի, տարբեր ազգեր, տարբեր ռասաներ, շատ թարմ պատմություն, մի հատ անգլիական կինո կար, ամերիկուհի տղան առնում, բերում է Անգլիա մորտուն։
Հիմա այս աղջիկը լկստված աղջիկը Ամերիկուհի է, նստած լկստվում է, մեր ասում է, օրիորդ, այս աթոռը, որին նստած եք, ձեր երկրից ավելի տարիքով է։ Դա պետք է հաշվի առնենք, որ ջահել ջուհուլ երկիր է։ Դեռ կայացման մեջ է։ Դեռ կարող է քանդվի, կարող է կայանա։ Հիմա որ վաշխառունների ձեռքն է եւ ոստիկանը 6-ից 10 թողովա ման գալիս եւ շերիֆը, դա չի նշանակում, որ դա հավերժ է։ Իսկ մեզ մոտ հակառակը, իրանց մոտ սպանում են, մեզ մոտ նստացնում են։ Մեր մակարդակի երկրները սպանելու իրավունքը չունեն։ Մեր մակարդակի երկրները պետք է բանտը նստացնեն քաղաքական գործիչներին։ Եվ դա ոչ միայն մեզ է վերաբերվում, հենա Մոլդավիա, հենա Վրաստան եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ արտոնելով է, հասկանում ես, իրանց արտոնված է ղեկավարին սպանել։ Մեզ արտոնված է բանտ նստացնել։ Ուրիշին արտոնված է արտաքսել։ Սա պլանավորված գրած է։ Լավատես եք Տիկին Ավետիսյան։ Ես շատ բան եմ տեսնում, ցավդ տանեմ, դրա համար ես լավատես եմ իհարկե, որովհետև այս օրինաչափությունները տեսնում եմ ուր են տանում։ Տիկին Ավետիսյան, օրերս Ադրբեջանի բռնապետը ՄԱԿ-ի ամբիոնից ճառեր կարդաց, Հայաստանին կրկին վիրավորեց, մեղադրեց օկուպանտ լինելու մեջ, հանցագործ երկիր անվանեց, այդ միջազգային հանրության ուղիղ աչքի առջև։ Գիտես ինչ, անկեղծ ասած, ես չեմ սիրում այդ ելույթները լսել, բայց այս անգամ ես համբերությունս հավաքեցի բուրս եւ բոլորի ելույթները լսեցի։ Մեր նախագահան, այդ Վրաստանի ֆուտբոլիստը, մեր վարչապետը, իրանց ֆուտբոլիստ նախագահան, ոնց որ մանկապարտեզի վարիչի դերում հանդես գային։ Խոսեցին, հաշվետվություն տվեցին, մալադես Տրամպը մեզ բարեկամացրեց Ադրբեջանի հետ։ Ալիևի պես խուժանները վրա տվեցին մի բանել։ Իսկ Կուբայից եկավ արտաքին գործերի նախարարը, Կուբան փոքրիկ երկիր է, 100,000 կիլոմետր է իր տարածքը, բայց բաղկացած է 109 կղզյակներից։ Այսինքն փոքր երկիր է, եթե ճիշտը խոսենք։ Դու մի հատ լսեիր այդ տղան ոնց էր խոսում։ Ինքը սևեռուն հայացքը գցում էր աշխարհով մեկ, ոնց որ ինքը Արարատի փեշին նստած էր ու ասում էր, «Էս ինչ եք անում Պաղեստինում, Հայիթիում ինչի եք մարդկանց այսօրը գցել, Վենեսուելային ինչի եք բանի տակ գցել, կամ Իրանը»։ Ինքը արդարության մասին էր խոսում, իսկ ՄԱԿ-ը ստեղծված է որպես արդարության համար գործող ամբիոն։ Համամարտկային արդարության։ Այո, իհարկե, արդարությունը միայն համամարտկային կարող է լինել։ Չի կարող լինի, որ ինձ համար արդար է, քեզ համար անարդար է։ Նույն բանը արդար է բոլորի համար։ Եվ այնքան լավ երևաց ով է, որ երկիրը ինչպիսի ձեռքում է գտնվում։ Ու ես համաչեցի։ Շատ ափսոս, որ մեր վարչապետը այդպիսի ելույթ ունեցավ անգույն, անզոր եւ նեղության մեջ գտնվող երկրներին ուշադրություն չդարձնող։ Մենք էլ ենք նեղության մեջ, բայց Պաղեստինի ժողովուրդը շատ ծանր վիճակում է, շատ։ Իսրայելի դիպուկահար կանայք կանգնում են այդ իրանց Պարիսպի մոտ, որը բաժանում է Իսրայելը Պաղեստինից, կրակում են երեխաների վրա։ Մարդու գլխի մեջ չի տեղավորվում, որ այսպիսի բան կարող է լինել։ Իրենք հրճվում են, ասում են, մենք սրանց սպանենք, որ չմեծանան, Պաղեստինցի չդառնան։ Նույնը ադրբեջանցին ու թուրքն է ասում։ Ես դրա համար եմ ասում, որ իրանք նույնն են։ Երբ որ Մուստաֆա Քեմալը հռչակեց հանրապետական Թուրքիա, դա ինչ էր նշանակում, որ իսլամից դուրս է։
իսլամից դուրսը դա նշանակում է ջհուդա հպատակ։ Եվ նույնը բանն Ադրբեջանն իրանք համարվում են շիա, բայց այդտեղ հավատացող մարդ չկա։ Այն կոչումները, որ անում են մարդ մորթելուց բան, իրանք հավատացյալ չեն։ Մի հատ գաղտնիք ասեմ, թե չասեմ, չգիտեմ։ Ուրեմն Անահիտ հեքիաթը Աղազար Ուսաղայանի մի հատ հրաշալի լիբրետո եմ գրել, բալետի։ Հրաշալի։ Բայց ուսումնասիրել եմ վերից վար, ինչա պարզվել, ես չէի ճանաչում այդ հեքիաթը, դու մի ասա։ Երբ որ Վաչագանը արդեն թագավոր դարձած, գնում է շենականի պես, երկրի արևելան մասը, քուրի բերանը, այդտեղ կա Պերոշ քաղաք։ Բա։ Այրը որ Պերոշն է ասում են, երևի դրա համար են ասում։ Այժմ դա Ադրբեջանը։ Ինքը Պերոշ քաղաքում նստում է մեյդանը ու տեսնում է, որ մի ալեհեր ծերունի ձեռքերը վեր բարձրացրած բերվում է մարդկանց կողմից ու որպեսի ոտքերը գետնին չկպնեն, տակը բան են խոտ են փռում, որ ինքը հանկարծ մի միջատել է չսպանի, այդքան սուրբ է։ Ու Վաչագանը գնում է, կանգնում է դեմը, նայում է իրան ուշադիր։ Էս ասում է դու ով ես, ասում եմ արհեստավոր եմ, ասում է ինչ գիտես անել, ասեց դիպակ անել գիտեմ, պարչան, ասում է քեզ համար գործ ունեմ, հետո ի վերջո ուրեմն իր այդ քրմերը գնում են, իսկ այդտեղ բոլորը կռապաշտ են, ես ինչու սկսեցի պատմել, որ Ադրբեջանը կռապաշտական երկիր է եղել շատ երկար ժամանակ, այդ կռապաշտներին բերում են ինչ-որ քաղցրեղեն են գցում քուրմի անունից ու իրանք գնում են դեպի Մեհյանը։ Մեհյանը փակ դռան հետևից մեծ բանալիով բացում են, մտնում են Մեհյանի տարածքը։ Ու այստեղ շարում են մարդկանց։ Ով որ փեշակ ունի, իրան տանում են մուցեն, սենյակներում, որ իրագործան է, ով չունի, իրանից ճաշ են էփում։ Լավ էլի տիկին ավետիսյան։ Գրաս։ Մարդակերություն։ Այո։ Եվ ի վերջո, երբ որ Անահիտը գալիս է փրկելու, եւ այս բոլորը ի հայտ է գալիս, քաղաքի մարդիկ, որ կռապաշտ էին, բայց խաբար չէին, որ այսպիսի բաներ են կատարվում, բոլորը սկսում են ճչալ մկրտություն ենք ուզում, ու իրանց տանում են քուրի մեջ մկրտում են, այս քեզ Անահիտ հեքիաթը, որը մենք աթեիստական երկրում մեծացած չգիտենք իրական բովանդակությունը, անփեշակ մարդկանց ուտում էին, ու դա Ադրբեջանում էր կատարվում, ու Պերոշնին երևի հետ անփեշակ մարդ էր, որին ուտում էին։ Մսով, հա, մսով կարկանդակները։ Չգիտեմ, բայց Պերոշը շատ տարօրինակ է, էլի անունը։ Սենց բաներ կան հոգուտ մատաղ, անուղակի կերպով դու տեսնում հասկանում ես, որ երբ որ Մազդակի կինը այդ 6-րդ դարում էր, հա, 5-ի վերջ, 6-ի սկիզբ, Վեզիր Մազդակը, որի մասին պատմել եմ, որ Իրանում հեղափոխություն էր հայտարարել և հանրայնացրել էին մալը և կանանց, և հետո Խոսրով թագաժառանգը, որ 40 տարի հետո վերադարձավ սրանց պատժեց բոլորին, Մազդակի կինը փախավ Ատրպատական և այնտեղ մնացել է մինչև 17 դարի սկիզբը, հետո գնացել է Հյուսիսային Կովկաս, այսինքն իրա բոլոր այդ կենթանական վայրի հավատքներով, սովորույթներով, ինքը գնացել է և այնտեղ տարածել է, իր բանը շրջապատի հետ է գնացել, այդ շատ հետաքրքիր է, դա պետք է հաշվի առնենք, իրանք մուսուլման չեն ադրբեջանցիները, թուրքը
Մուսուլման չի։ Մուսուլմանը արաբն է, աֆղանացին է։ Որտեղ իմիջիայլոց 300,000 հայ կա աֆղանցիների մեջ։ Տիկին Ավետիսյան, երբ խոսում ենք, որ հայը թերություններ ունի շատ հաճախ, հայը այսօր խեղճացած է, երբ խոսում ենք, որ հայը այսօր անպաշտպան է, հայը այսօր ի վիճակի չէ, կարող չէ, սա ինչ քաղաքականություն է։ Հուսահատ դարձնելու մարդուն։ Հիմա մեկը իմ գլխին կանգնի, կասի լիա, դու արդեն տարիքով ես, դու արդեն վազել չես կարող, առանց ակնոցի կարդալ չես կարող, 1000 հատ բան կարելի է թվարկել, չէ։ Հիմա լիան չի, լիան կվերստի մարդին կտա։ Ուրիշը կխեղճանա։ Այսօր խանութում էի մեր, ուրեմն հեռու բաժնի աղջիկը իր հերթափոխը ավարտել էր, իսկ դրամարկղի աղջիկը հերթափոխի եկել էր։ Այն եկավ ասեց բարև Տոմաջան, այն ասեց բարև Գայուշիկ ջան։ Ու բաժանվեցին, այն գնաց տուն։ Ասում եմ ինչ երջանիկ ժողովուրդ ենք, ասում եմ ինչի։ Ասում որտեղ կլսես, որ իրար չտեսած երկու կին հտեց ջանով, ղուրբանով բարևեն, որ ընկերուհի չեն, աշխատակից են, ու տարբեր հերթափոխերից։ Սա հրաշք է, այս ազգը հրաշք է, տեղով։ Բա ինչ են ուզում մեզանից։ Հենց էդ են ուզում, որ մենք վատ օրինակ ծառայենք, ոչ թե լավ օրինակ։ Ստացվում է նրանց մոտ։ Երբեմն ստացվում է, երբեմն Այսօր ինչ հոգևոր դաշտի մեջ ենք մենք մեր բարոյականությամբ հանդերձ։ Գիտես ինչ ցավը տանեմ, լավ դաշտի մեջ ենք։ Օրինակ մեր վեհապար հայրապետը գնաց են Սերիկայի մոտ խնդրելու, որ բարեխոսի, որ ազատեն, հա, մեր բռնավոր arczepiskopos-ներին։ Նա իհարկե մերժեց։ Ու իմ կարծիքով, չգիտեմ, ասել է դարեք ֆրանկ կոկնեմ։ Պայմանադրե հաստատ իրան նմանը։ Սա շատ անտրամադիր հետ է եկել։ Բայց այսօր իրանց Էջմիածնի մատենադարանի մոտ դպրոցական երեխեքը եկել էին ու մրցույթ էր Արարատը նկարելու։ Դեսիչ սիրուն միջոցառում է։ Այս պայմաններում, երբ որ Արարատը ջնջում են ամեն տեղից, երեխեքը գնացել են մրցույթի Արարատ են ջան։ Հայը չի սպառվի, միշտ միտք կծագի, որը կօգնի, որ ուրիշներն էլ ոգևորվեն։ Տիկին Ավետիսյան, Արարատը հայն է ջնջում, թե թուրքը։ Թուրքը, իհարկե թուրքը։ Ոչ էլ թուրքը, ջուդա։ Որովհետև ինքը եթե նորը կարողացել է սարքի նոյը ինչ մեղքը սա։ Նոյը ինչ մեղքը սա։ Նոր մարդ էր եկել, չէ։ Ջեր հեղեղից հետո եկել էր նոր մարդ։ Նորը իրան գրե ասել չգիտեմ, դարավ նոյ։ Այդպես է եղել։ Պարզը որ այդպես է։ Իրանք դա չեն ուզում մարսել, իրանցով պետք է անեն։ Հասկացի, այս տարածքը իրանցով պետք է անեն, աշխարհը ոչ թե մեզնից է սկսվել, այլ իրանցից։ Դա իրանց ուզածը, որ ասեմ իրանք անձնապես հայերին բանն են անում, չեն սիրում, չէ։ Իրանք ուզում են աշխարհի տերը դառնել, ու իրանք գիտեն, որ աշխարհի տերը կարող ես դառնալ, եթե դու այստեղ ես, Արարատի փեշին ես։ Բանալին Հայաստանում է։ Այո, իհարկե, այո։ Այդ քանի հազարամյակ է, որ փորձեր են անում, որպեսզի տիրան։ Բա ու չի ստացվում։ Հենց էդ է, ես ասում եմ, պատմական օրինաչափությունը չի ստացվի։ Քրիստոսին խաչողը փորձում է Արարատի երկիրը վերցնել։ Նու տես, չէ որ խաչը ծաղկած խաչ էր, հա, ի սկզբանե կենաց ծառն էր։ Կենաց ծառը այսպես խաչի ձևով նկարված։ Ինչ կարողացան անել։
դա սարքեցին դահիճի գործիք։ Իրանք ամեն ինչը կարող են այսպես շուտ տալ, այսպես շուտ տալ։ Այդ դրան վարպետն են։ Երևի թուրքերները դրանցից են վերցրել այդ դիվանագիտական մոտեցումները։ Իրանք թուրքը չի կարող ոչ մի բան վերցնել։ Թուրքը կարող է ջուդը բան Իրան թուրքի տեղ տնի, ոնց որ Քեմալ Աթաթուրքը։ Ջուդ է, չէ՞։ Իսկ ինչու է պայմանավորված, որ այսօր Թուրքիան եւ Իսրայելը նման հարաբերությունների մեջ են։ Ինչ են անում։ Դե նավթ կա։ Գնալով հակամարտությունը Այդտեղ նավթ կա, հոգուտ մատաղ։ Դա իրական հակամարտություն է։ Չէ, դա տնտեսական մրցույթ է, որովհետև Պաղեստինում ծովի շրջանում գտել են աշխարհի ամենահարուստ նավթահանքը։ Բիզնեսի կռիվ է։ Փողի կռիվը, հոգուտ մատաղ, այն էլ բացի փողից բան չի հասկանում, այն էլ երկուսն էլ փողի մասնագետ են։ Մեծ բան չեն հասկանում։ Չէ։ Իրանք տուպու են։ Ինչպես պաշտպանել մեր երկիրը հոգևոր եւ ֆիզիկական մակարդակներում, որpիսի չկորցնենք ոչ հողը, ոչ հոգին։ Արիք ջան, Հայաստանը սկսվում է յուրաքանչյուրիս հոգում, յուրաքանչյուրիս տանը։ Ամեն մայր պետք է հայ մեծացնի։ Ամեն հայր պետք է հայ մեծացնի։ Դպրոցում դա չի ստացվում, դպրոցը այսօր արդեն թշնամու ձեռն է, ձեր տունը թշնամու ձեռը չի, դուք եք, այր եւ կին, այս անտեր հեռախոսները թափեք աղբի մեջ, նստեք ձեր երեխեքի հետ, գիրք կարդացեք, հեքիաթ կարդացեք, սովորեք բանաստեղծություններ անգիր, երեխեքը հիմա ոնց որ ծանր հիվանդ լինեն, երբ որ արտասանում են։ Այսօր ինձ մեկը ցույց տվեց, ուզում էր պարտենալ երեխու արտասանությամբ, առաջի դասարանի տղայա։ Ոնց որ հիվանդ էր այդ երեխան։ Բայց ես գիտեմ գյոզալ երեխա է, մի անցյալ տարի տեսել եմ հրաշալի երեխա էր, վառվռուն աչքերով։ Մայրերը լավը չեն։ Իսկ այն օրը ես տեսնում եմ Facebook-ում Նայիրուհի անունով ազգանունը չեմ հիշում, կանանց բռնության դեմ բան քարոզ անում։ Պետք է մի ամսյակ կատարեն գեսիմ ինչ։ Այս տղեկը առանց այդ էլ վախում են ամուսնանալ, որովհետև գիտեն գլխներին ինչ են բերելու սրանք։ Ինչ են բերելու։ Ապահարզան, ունեցվածքի կիսել, դատական հետապնդում, հազար ու մի բան։ Մարդուզումը բան սարքի արդեն ընկերություն բացի տղամարդկանց պաշտպանության, որտեվ դե չի կարելի, չէ, այդ ինքնաբերաբար չի լինում, որ բոլորը հավեսից ընկել են ամուսնանալու, առաջինչի բոլորը ուզում էին ընտանիք ունենալ, երեխա ունենալ, որ հեքիաթը հայկական կարդում ես, ասում է իրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին, մուրազը ինչա, ամուսնությունն է, ուրիշ մուրազ չկա տեղ, գործակալություն բացել չկա, ընտանիքն է, մուրազը, հիմա ինչ արին, մուրազակտոր արին սաղին, մուրազակոլոլի, Մուրազախապ, ապրես, մուրազախապ, այո, մուրազախապ, որովհետև երջանկությունը ընտանիքն է, ընտանիքից դուրս մարդ չի կարող երկար երջանիկ լինել, պետք է մեծացնեն հայ, որովհետև երբ որ ասում են ուր աղջիկ որ ամուսնանանք, աղջիկներն էլ ասում են ուր աստե տղա ամուսնանանք, դա երևում է, որ մեծ քարոզի հետևանքը, մեծ հեռուստատեսային, ինտերնետային, հազար ու մի տեսակի մեղք են ջահելները։ Ես տեսնում եմ օրինակ արևմտյան ֆիլմերում։ Ինչ ասես անում են բացի ամուսնությունից։ Չեն ամուսնանում։ Մայրերն էլ ասում են, հա արդեն գնում ես իր մոտ ապրես։ Չի ասում,
Ay balacan, թող գան ուզեն, ամուսնացեք։ Մեծ խնդիր է այսօր իրապես մեր իրականության։ Բայց դա քարոշչության հետևանք է, դա ոչ թե ժողովուրդն է փոխվել, այլ ժողովրդի տրամադրությունն է եւ խելքն են փոխել։ Խելքը փոխել են։ Տիկին Ավետիսյան, եթե փորձենք միանգամից մի քանի սխալներ ընդգծել, առաջին 3 սխալները որոնք են, որոնք ձեր աչքին շատ են հանդիպում եւ որոնք ձեզ այսպես ասած նյարդայնացնում են եւ պետք է եւ պարտավոր ենք, որ մեր կենսակերպից, մեր օրակարգից դուրս հանել դրանք, այդ սխալները։ Ну, ինձ նյարդացնելը դժվար է, իհարկե, շատ դժվար է։ Բայց ես նկատում եմ, որ մարդիկ քիչ են ուշադրություն դարձնում երեխաներին։ Իրանք ընկալում են հեռախոսը որպես անվճար դայակ։ Հեռախոսը անվճար դայակ է, երեխային զբաղացնում է։ Զբաղացնելու արդյունքը ինչ է լինելու, Աստված գիտի, ավելի շուտ սատանան գիտի, բայց իրանք հանգիստ են, զբաղացնում է։ Ամուսիններով մտերիմ չեն այլևս տուն որ գալիս են, իրար հետ չեն զրուցում, իրար տպավորությունները, ծրագրերը, դարդերը, գործի տեղի պատահածը իրար չեն պատմում, ամեն մեկը իրա հեռախոսի մեջ է, օտար մարդիկ նույն բնակարանում։ Ես պատահական չի, որ հեռախոսի այդքան լկտի ձևով մերժողն եմ, որովհետև չի կարելի, դա փոխեց մեր ամեն ինչը, և հեռախոսը ինչա որ փոխի, այ ցավոտ անեմ, քու փողով առնում ես, որ քեզ դարձնի կենդանի։ Տիկին Ավետիսյան, գերխնդիր Հայաստանի առջև ծառացած, ինչպես բուժել հայրենիքի ցավերը։ Դրան զուգահեռ փորձեր է արվում թշնամու կողմից մոռացության մատնել մեր անցյալը։ Ուզում են մեզ արմատախիլ անել։ Լավ են անում, դրանից էլ պետք սկսել։ Եթե ուզում ես ինչ-որ բան անել, դրանից պետք է սկսես։ Ես 1000 անգամ հիշացրել եմ այդ կինոն, Բորնի իդենտիֆիկացիան։ Երբ որ բանի ՑՌՈ-ի աշխատողը մտնում է Լատինական Ամերիկայի նախագաներից մեկի բանն ծովանավը, ուզում է իրան սպանել, պատահմամբ տեսնում է, որ ծոցը քնած է երեխան, ձեռը չի գնում, որ սպանի, քանի որ հապաղում է իրան են գտնում, կրակում են, ինքը վիրավոր ընկնում է ջրի մեջ, ջուրը իրան հանում է ապ, հիշողությունը կորցրած, ինքը չի հիշում ինքը ով է, գտնում են իրան, տանում են հիվանդանոց, բանն այն է, որ ինքը ՑՌՈ-ում աշխատելուց առաջ մի հատ իր էությունը ջնջել են, նորն են գրել, հիմա երկրորդն էլ է ջնջվել, ու ինքը չգիտի, ինքը հերոսա թե հանցագործա, ինքը նավապետա թե համբալա, չգիտի, ու երկար ճանապարհ է անցնում, մինչև այդ որոնումները իրան բերում են ճիշտ եզրահանգման, և մինչև ինքը հիշում է, թե որտեղ է ծնվել, ովքեր են ծնողները, ովքեր են ընկերները, մեզ նույն սցենարով, նույն ՑՌՈ-ի սցենարով մեր հիշողությունը ջնջում են, մենք չգիտենք մենք ով էինք, մեզ հազար ու մի բան պատմում են, ասում են Ուռարտուն հայկական պետություն չէր, հայերենը թուրքերեն է, չէ՞, անունը ինչ է, Համլետը, Հրանտը, անընդհատ մեզ ասում է, որ հայերենը թուրքերեն է, չէ՞, բազմաթիվ բառեր անընդհատ ասում է, բերում է թուրքական ակունքներին, չէ, Հրանտը կարծեմ, չգիտեմ, ոբշեմ, մի հատ ռադիո հաղորդում կա, դրա հեղինակը վաղուց մեռել է արդեն, մեռել պրծել ենք իրանից, չէ, չենք պրծել, շարունակում են ռադիով, արդյոք հայերեն է հաղորդաշարը, այս բառը հայերեն չի, այս պարսկերեն է, այս թուրքերեն է, այս եթովպերեն է,
բուբերն էլ հետո բացիներն են մեզ համար սարքե։ Ինչ ախմախություն ասես, հայի գլխին լցնում են, ու եթե այդ հայի մայրը եւ հայրը լավը չէին, ինքը հավատում է։ Ո՞վ է կանգնած այդ սատանայական ծուղակի հետևում։ Էլի հերիան։ Սատանան։ Սատանան։ Քրիստոսը ոնց է ասել, ասում է ձեր հայրը սատանան է։ Երբ որ կխոսե իրենը կսե, կստանա։ Կստանա, սատանա։ Չի կարելի այդպես ազգի կենսագրության հետ խաղալ։ Շատ անգամ գիտես իբր թե լավ բաներ են դնում, Facebook-ում օրինակ, ասում է 15 առանձնահատկություններ, որոնք հատուկ են հայերին, թվում է այսա լավ բաներ կասի, հա։ Մեկ էլ ասում է հայերը քրիստոնյա լինելուց առաջ բան էին, անունի զրադաշտական էին։ Բարև ձեզ։ Զրադաշտական։ Բա Խառնել են երևի հեթանոսության հետ։ Չեն խառնել։ Միտումնավոր են արել։ Երբ որ դու ուզում ես սուտդ անցնի, դու 10 ճեշտի կողքը միած սուտ ես գրում։ Ու անցնում է։ Որտեվ ասում է, տես ինչ լավ բաներ ա գրել մեր մասին։ Այս մեզ մեկն էլ երևի ճիշտ է ասում։ Բոլորը ճիշտ են ասում ուրեմն։ Բա։ Տիկին Ավետիսյան, դուք պատրաստված եք եկել։ Ես գիտեմ, որ մի հրաշալի հեքիաթ եք պատրաստել։ Բայց երկարը գիտես։ Համեցեք։ Ես պատմելու եմ իրական Քաչնազարը, որովհետև այն ինչը բանտում գրել է Թումանյանը, Մետեխի բանտում Թիֆլիսի, եւ հետագայում Դեմիրճյանը դարձրել է պիես, դա մեր բանահյուսությունից հեռու բան էր։ Եվ ես կարծում եմ, որ դա մեծ դիվերսիա էր, որովհետև հայը ունի սրբազան անուններ, որոնք կապված են քաղաքների հետ։ Մենք ունենք Բյուզանտ անուն, ունենք Անի անուն, ունենք Վան անուն, ունենք բազմաթիվ անուններ, որոնք մեզ համար սրբազան են, որովհետև մեր հին քաղաքների, մեր հին մայրական ապրես։ Հիմա Նազարը, Նազարեթն է։ Ու մենք ազգանունները Նազարեթյան եւ Նազարյան բազմաթիվ են։ Ես երբ որ փոքր էի, դեռ Նազարներ կային, տղաներ։ Հետո վերացան։ Երբ որ Դեմիրճյանի պիեսը մտավ մոդա։ Որովհետև պիեսը նրա մասին է, որ պատահած ախմախ կարող է թագավոր դառնա Հայաստանում։ Ես հիշում եմ Գուրգեն Եղիազարյանը, երբ որ իր գիրքը գրեց Բորենին, դա 2006 թիվն էր։ Էլ իսպիսի մի մարդու մասին էր, ինքնակոչ իդիոտի։ Այն ժամանակ բանն էլ Վահրամը Սահակյան պիես գրեց Mea culpa։ Էլի ինքնակոչ իդիոտի մասին։ Սա միշտ ակտուալ է մեզ մոտ, բայց սա կապ չունի մեր բանահյուսության հետ։ Բանահյուսությունը սուրբ է։ Ինքը երբեք արդիական բաների մասին չի, գավերժ բաների մասին է։ Վերերկրային է։ Այո, ապրես։ Ուրեմն Քաչնազարը իսկական։ Հեքիաթը, որը հրատարակված է Մարգարիտներ ժողովածուում Լալայանի, կոչվում է Քաջողլի եւ Միրզավալի։ Իրականում հեքիաթը իմ երկար ուսումնասիրություններից հետո պարզվեց Քաչնազարը եւ Մուրադ։ Լինում են մարդու կնիկ, ու էլի մարդու կնիկ, մի մարդը թագավորն է, ու դերվիշը գալիս է այդ թագավորի մոտ, ասում է թագավորն ապրած կենա, ինչ ես անտրամադիր, ասում է բա ոնց անտրամադիր չլինեմ, ոչ ես ունեմ ժառանգ, ոչ ախպերես, այս թագավորությունը ում պետք է մնա։
Դերվիշը ասում է, ես քեզ մի հատ բան կանեմ։ Հետո ինչպես կուզենաս քո շնորհակալությունը կհայտնես։ Այս խնձորը դու քո կնիկը կերեք, այս խնձորը քո աղբերն ու իր կնիկը։ Ու երբ որ բան լինի, ինձ կասեք։ Ուրեմն իրանք խնձորները ուտում են 9 ամիս, 9 օր, 9 սահատ, 9 դաղթ, անց ծնվում են մի տղա։ Մեկի անունը դնում են Նազար, մեկի անունը դնում են Մուրադ։ Հիմա այս տղեկը մեծանում են, դերվիշին կանչում են, դերվիշին իր քաշով չափ տալիս են ոսկի, ինքը ինչ ուզում է եւ շատ շնորհակալ են լինում իրանից։ Տղաները մեծանում են, այս Նազարը շատ քաջ է, ինքը բանի պես է, Դավիթի պես, մեր լուծազնավեպի, որ դուրս է գալիս, Սանասարի պես, որ դուրս է գալիս բակ, ում հետ խաղում է, ծեծում սպանում է։ Գյուղացիները գալիս են թագավորի մոտ, ասում են, դες ինչ անում տղա հետ, մեր տները ավիրեց։ Թագավորը իրան կանչում է, ասում է, դու ինձ տղա չես, դու որ քեզ պահել չգիտես, ինչ ուզում ես քեզ վերցրու, գնաս տեղից ռատդ քաշի։ Ինքը վերցնում է մի հատ ձի, վերցնում է փող ու գնում է։ Գնում է ճամփին հանդիպում է այս իր հորեղբոր տղուն, Մուրադին։ Էն ասում է, որ քեզ որ հերդ հանել է, ես ինչ եմ մնում, ես էլ գալիս եմ քո հետ։ Ու միասին գնում են ճանապարհով, տեսնում են մի հատ ձիով գալիս է։ Ասում է, այս ձիուն պետք է առնեմ ես, այս ջոդին քո համար։ Ասում է, ինչ արժե, ես էլ նայում եմ ջահել երեխեք են։ Ասում է, ես իրանց խապեմ, էլի։ Ասում է 200 ոսկի։ Ասում է, եղավ։ Ձերը սեղմում է, այնպես է սեղմում, ձերը պոկվում է։ Ձին վերցնում են, գնում են, հասնում են մի տեղ, որտեղ աղջիկ կան նստած, ու լաց է լինում։ Ավելի շուտ մի հատ Պարիս պա, անանցանելի, այս քաջ Նազարը խփում է, բացում է դրբով պատը, մտնում են, տեսնում են մի հատ աղջիկ նստած ասեղնագործություն անում ու լաց է ալնում, ասում է ինչ է եղել, ասում է 6 աղբերներս գնացել են 40 դևի դեմ կռվում են, ու չգիտեմ ինչ է լինելու, ասում է դու գնա հաց սարքի աղբերներիդ համար, ես իրանց տանեմ, են գնում է հաց է սարքում, ասում է ես էլ աղբերից քո կնստի, որ դու չնեղվես, այս հացը տանում է այդեղ, ասում է տղեկ հաց են բերեք, դեր քույրիկը ուղարկել է, եկեք նստեք հաց կերեք, դրանք գնում են հաց ուտելու, ինքը մենակով այդ 40 դևերի վերջը տալիս է, սրանք որ գալիս են, ասում են այ դու ապրես, շատ ապրես, ես ինչ լավ արիր, գնանք մեր տուն, գնում են իրանց տունը, տեսնում են այս տունը ով է քանդել, ասում է ճիշտ ասած ես եմ քանդել, ասում են լավ, գնանք հիմա տեսնենք, լավ քեֆ անենք, քեֆը որ անում են, գնում են ճանապարհով արդեն այս աղջկան էլ վերցնում են Մուրադի համար, ու վերադառնում են տուն, վերադառնում են, որոշում են քեֆ անեն, ու գնում են որսի, քույրիկին ու Միրզային թողնում են տանը, Մուրադին, ասում են բոլոր բանալիները իրան կտաս, բացի ես մի բանալուց, ես մի քանի օր անցնում ասում է, ես մի բանալին ինչ ես պահեքում, ասում է պետք չի էլի դու տեսնես ինչ կա այդտեղ, դատարկ սենյակ է, սա չի դիմանում, վերցնում է բանալին, բացում է, տեսնում եմ մի հատ օխտը բոյի մորուքով, մի բոյի բոյով, բիձա է այդեղ կանդալած նստած, ու կանդալը հայերեն է գրած, ու ասում է ինձ մի հատ խփի թուրով էլի, այս աղջիկը իրանց կուշացնում է, մեկ որ խփես, լավ է, երկրորդ անգամ չխփես անկարծ, ինքը մի անգամ խփում է, այս ասում է, օխայ, այս ինչ լավ էր, մին էլ խփի, սա մին էլ խփում է, այս թփրոշանում է,
կանդալները պոկում է, էս սրան սիլլայը տալի աղջկան հավաքում է բուրը ու տանում է։ Եղբայրները գալիս են, տեսնում են, սա էս վիճակում է։ Ուրեմն Նազարը որոշում է գտնի։ Էս եղբայրը վատ վիճակում է, սրանք էլ ասում են, որ մեր քվորը թողել է ասենց գնա, գլուխը փաթաթում են կտոր, իրան էլ փաթաթում են կտորի մեջ, գլխի վրա էլ դնում են մի հատ մոմ ու պահում են։ Իսկ Նազարը գնում է իրանց քույրիկի հետևից։ Գնում է, տեսնում է մի հատ տղա է գալիս։ Այդ տղան ասում է դու ինչ թաուր տղա ես, ասում է դե ես Նազարն եմ, ասում է հա դու թագավորի տղա Նազարն ես, արի ախպերություն անենք, ասում է արի անենք, մի քիչ էլ գնում են մի հատ էլ տղա են, տեսնում են էլ ուզում ախպերություն անի ու գնում են հասնում են մի քարայրի, քարայրի ներքևը ձորում է, մի հատ ծառա պոկած, այս են ծառն է, որին Նազարը այդ օխտը մորուքավորին վերցել փաթաթել էր մորուքը ծառի վրա, որ տեղից չշարժվի, այն ծառը քոքահանարել փախել է, ու հիմա այդ ծառը փակել է քարայրի մուտքը, մեկին կախում են պարանով, որ բացի մտնի քարայրի մեջ, այն ասում է երբեցի քաշեք ինձ, քաշում են, մյուսին իջացնում են, այն ասում է երբեցի քաշեք, քաշում են, Նազարը ասում է ես որ ասեմ երբեցի չքաշեք ինձ, կթողնեք, ուրեմն ինքը իջավ, ինքն էլ ագոռում երբեցի, հեչ պետք ներեչի, մտնում է քարայրը, տեսնում է այս բիձեն պարկել է գլուխը, դրել է աղջկա ծնկներին քնել է, այս աղջիկը ասում է խփելու եմ ես սրան, ասում է մի հատ բարձ դիշտ, իմ փոխարեն իրա գլխի տակ նոր խփի, էլի ես չտեսնեմ, բարձ բերում է դնում է, ու խփում է, այն ասում է օխ, մին էլ խփի, աղջիկը բռնում է Նազարի ձեռից, ասում է էլ չխփես, չի խփում, սա չորանում մնում է, այդպես աղջկան վերցնում է, այդ աղջիկը ասում է սպասի, ստեղ այնքան ոսկեղեն կա, այսքան ունեցված կա, սաղ աշխարհը ինքը քանդել է, գողացել է, բերել է ստեղ է լցրել, ուրեմն այդ պարանով տղեկին ուղարկում է այդ դովլաթը, հետո աղջիկը ասում է ինձ մի ուղարկի սկզբից, դու բարձրացի, դու ինձ կտանես, ես ասում է ինձ որ տեսնին, քեզ չեն տանի, Նազարը իրան չի լսում, այդպես էլ լինում է, աղջկան որ տեսնում են ինչ գեղեցկուհի է, էլ Նազարին չեն տանում, բայց աղջիկը նախապես զգուշացնում է, որ ստեղ կողքը կա մի հատ ախոր, ախորում կա 3 մարալ, մեկը կարմիր, մեկը սև, մեկը սպիտակ, կնստես սևը քեզ կգցի կարմիրի վրա, կարմիրը քեզ կգցի սպիտակի վրա, այն կբերի լույս աշխարհ, Նազարն էլ տենց խառնաշփոթ վիճակում նստում է սկզբից սպիտակի վրա, հետո կարմիրի վրա, հետո սևի վրա ընկնում է սև աշխարհ, ու այս մութ աշխարհում չգիտի ինչ անի, տեսնում է մի հատ տատի է նստած, ասում է այ քյավթար, դու ստեղ ինչ ես անում, ասում է քյավթարը հերդ է ու մերդ է, ինչ քյավթար չասես, ասում է ինձ ճանապարհը ցույց տուր էլի սև աշխարհից, ասում է ես չգիտեմ, չեմ ասի, դու գնա այն քարայրը, այդտեղ քեզ ճիշտը կասեն, գնում է այն քարայրը, այդտեղ տեսնում է մի հատ պապիկի, որը իրան ասում է այ կգնաս այս ուղղությունով, այդտեղ մի հատ մեծ ծառի վրա նստած է մի հատ զմբուր ղուշ, այդ ղուշի ոտը հիվանդ է, այդ ոտը իրա կարգի կբերես, ինքը քեզ կտանի լույս աշխարհ։ Նազարը վերցնում է դանակը, մի հատ ճյուղ է կտրում,
դանակը կպցնում է ճյուղին, թաքնվում է ներքևը, որտեղ ասում է խոշը քեզ չտեսնի հանկարծ։ Իսկ խոշի ոտի վրա հասունացած բան կա, բան անունը ինչ է, վերքը, որ ուզում է պայթի, թարախ։ Ինքը ներքևից մի հատ ծակում է այդ փուչիկը։ Թարախը թափվում է, սկզբից բանը թռչունը շատ է նեղվում, հետո ասում է հողածին, ես գիտեմ դու ստեղ ես, հելա մի հատ ասա ինչ է ուզածդ, ասում է ինձ լույս աշխարհ տարել է, ասում է ստեղ կա մի հատ սպանդանոց, գնա օղտը ոչխարի դմակ բեր, ու նստի վրես քեզ տանեմ։ Նստում է վրեն, այս թռչունը իրան տանում է դեպի լույս աշխարհ։ Մի դմակ կորցնում է ճանապարհին, ընկնում է հողը։ Ինչ անի։ Վերցնում է իր վրից է կտրում ու տալիս է այդ զմբուլին։ Սա զգում է, որ ուրիշ համ է, պահում է լեզվի տակը։ Երբ որ իջացնում է իրան լույս աշխարհում, չի կարող քայլել։ Ասում է արի հողածին, թքում է այս իր միսը, ասում է իմ վրից մի բմբուլ կտրի, թքոտի, միսըդ կպցրու վրեդ, կկպնի։ Կպցնում է միսը վրեն, կպնում է ու ինքը գնում է առաջ։ Գնում է առաջ ու հանդիպում է այդ իր ընկերներին, որոնք խլել էին իր աղջկան ու իր դոբլաթը։ Ասում են, ես ինչ նման ես դու թագավորի Նազարին։ Ասում է, ես եմ Նազարը։ Սրանք նեղվում են, թե ներող կլինես, սխալ էինք մենք, էլ տենց բան չենք անի, բայց ինքը քանի որ այդտեղ էլ էր բերցրել թանկարժեք քարեր, այդ պահում է իրան, աղջկան վերցնում է, գնում է Միրզա Վալիդին էլ հանդիպում է, գնում են թագավորություն։ Այն աղջկան էլ, որ բանից վերցրել էր են օղտամորու քավորից, այդտեղավ, Ջեյրան, վայ կներես, ճանապարհին Ջեյրան է տեսնում։ Ինքը երբ որ քայլում է անտառում, տեսնում է մի հատ սիրուն Ջեյրան։ Այդ պարավին, որ հանդիպել էր, ասել էր Քյավթար, պարավին ասում է ուրա Ջեյրան, ասում է քո գործը չի։ Երբ որ մտնում է ինքը քարա էր, տեսնում է, որ սիրուն աղջիկ մի հատ նստած ասեղնագործություն անում։ Ուշադրություն դարձրու, որ եթե աղջիկը լավն է, սիրուն է, ինքը ասեղնագործություն է անում։ Ոնց որ Անահիտը նկարագրված է իր ասեղնագործ բաճկոնով, իր սարքած կոճակներով, աղջկա շնորհքը միշտ ընդգծված է, տղայի մեծա հոգի լինելը միշտ ընդգծված է։ Վերջը այդ Ջեյրանը պարզվեց, որ աղջիկ է, այդ աղջկան էլ փրկում է մի հատ էլ կախարդից ու հիմա երկու աղջիկ, մեկը Միրզային, մեկը իրան, ու այդ դևերից մեկի փոքր եղբայրն էլ իրանց հետ է գալիս։ Ուրեմն ասում է, քեզ համար էլ մեր քաղաքում կգտնենք մի հատ աղջիկ։ Գնում են իրանց քաղաք։ Մարդ է գտնում, ասում է գնա թագավորին ասա, որ տղետ եկել է։ Ասում է ինքը չի կարող ընդառաջ գալ, որովհետև դարդից կուրացել է, նստած է թախտին։ Ասում է դե դու ասա, մենք գալիս ենք։ Թագավորը, որ իմանում է, աշխարհով մեկ է ալնում։ Թավակում է բոլորին, գալիս են իր այդ կորցրած տղու ընդառաջ։ 7 գիշեր քեֆ են անում ու հարսանիք։ Այդ քաղաքից էլ մի հատ աղջիկ այդ փոքր դևի համար իրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Շատ հետաքրքիր հեքիաթ է, տես բազմաշերտ։ Մեր հեքիաթները կարծես թե այլ հեքիաթ լինի, Տիկին Ավետիսյան։ Այո։ Իհարկե այլ հեքիաթ է։ Իրանք ինչ են արել։ Իրանք վերցրել են, պղծել են Նազարեթ անունը, որպեսզի Նազարեթը մեր մտքից դուրս թռնի,
Մենք երբեք չկմտածենք, որ դա մեր քաղաքն ա եղել, Հիսուս Քրիստոսը հայաբնակ քաղաքում ածնվել ու դա պատահականություն չէր։ Իրանց ուզածը դա էր։ Այդ Մարիա Մարկովնան, որը հովանավորում էր Թումանյանին, նաև բանտում։ Ես վստահ եմ, որ այդ իր գաղափարն էր։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան։ Բայց երևի խառն եմ պատմել, հա, լավ չէ՞։ Չէ, շատ լավ է։ Շատ լավ է։ Մյուս անգամ ավելի կարճ եկյատ կպատմեմ։ Ուղղակի շատ էր ճյուղավորումները։ Շատ են վտանեմ, որովհետև հայկական հեքիաթը դա եվրոպական վեպի հիմքն է։ Շատ բազմաշերտ է։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք Տիկին Ավետիսյան։ Ապրեք, շատ ապրեք, ձեզ մեծ հաջողություններ ու բոլորիս, բոլոր մեր ամբողջ ազգին, մեր պետությանը, մեր երկրին, մեր ամեն մարդուն։ Եվ ձեր եզրափակիչ, լավատեսական եւ ոգեղեն խոսքը։ Լավ կլինի, մի հուսահատվեք, հուսահատությունը մահացու մեղք է, անմեղ մարդիկ եք, չէ դուք, ինչ եք այդ մեղքն էլ ձեր վրա վերցնում, պարտադիր չի, որ բանը մարդիկ լևը գնան, որ մահացու մեղք կատարեն, ունայնությունը մեղք է, հուսահատությունը մեղք է, իզեն, ի գործ արեք, Ամենայն բարիք ձեզ։ Բոլորիս, ցավոտ տանեմ, ապրես, բոլորիս։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս հայագետ, արևելագետ, գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։